Վասուլա Ռայդենի հանդիպումը Սիդնեյում 1998 թվականի մարտի 11-ին։ Շատ ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու այսօր, ավելի ճիշտ այս երեկո, արդեն ժամը 8-ն է։ Սա իմ երկրորդ այցն է Ավստրալիա։ Առաջին անգամ 1992 թվականին էր, երբ այցելեցի Սիդնեյ և մի շարք այլ վայրեր։ Եվ ահա Տերը ինձ կրկին ուղարկում է ձեր երկիրը։ Եվ ես ասում եմ Տերը, որովհետև ես չէ, որ ընտրում եմ, թե որ պետք է գնամ։ Նա է, որ առաջնորդում է ինձ այնտեղ, որտեղ ես պետք է լինեմ իր հետ, վերստին տալու իր պատգամը։ Հիշեցնելու այն, ինչը ձեզ ասվել էր մի քանի տարի առաջ։ Իրականում այն, ինչ նա պատգամում է մեզ այսօր, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածաշնչյան պատգամների հիշեցում։ Ոչ մի նոր բան չի ավելացված, այլ լոկ հիշեցում։ Հիսուսը մեզ ասում է, որ աստվածաշնչում շատ հատվածներ կան, որոնք մեր ժամանակների, մեր օրերի համար են։ Եվ ինքը նկարագրում է աստվածաշնչյան այդ հատվածները, որոնք մենք կգտնենք ճշմարիտ կյանք Աստծո գրքում, անդրադառնալով Դանիել մարգարեին, Եզեկիելին, Սուրբ Պողոսին եւ Հայտնության գրքին։ Ինչպես նաեւ իր խոսքերին, որ նշված են Մատթեոս 24-րդ գլխում, երբ իր աշակերտներին զգուշացնում էր վերջին ժամանակների մասին եւ թե ինչպես ճանաչել վերջին ժամանակները։ Հիսուսը նրանց հիշեցրեց, որ երբ նրանք կտեսնեն ավերմունքի պղծությունը, որի մասին խոսել է Դանիել մարգարեն, որ պիտի կանգնեցվի Աստծո սրբարանի մեջ, պղծելով մշտնջենական զոհը, այդ ժամանակ նրանք պետք է իմանան, որ ժամանակների վերջն է։ Ես կվերադառնամ այս թեմային եւ մանրամասն կբացատրեմ ձեզ։ Սակայն այժմ կուզեի սկսել այն աղոթքով, որ Հիսուսն ու Տիրամայրն են ինձ թելադրել 1990 թվականին։ Ով Հայր ամենողորմ, լսող չընկալողներն այս անգամ, երբ վերստին ձայնդ լսեն, թող ճանաչեն, որ այդ դու ես, Սուրբդ Սրբոց։ Տեսնող, բայց չընկալող աչքերը բաց, թող որ տեսնեն իրենց աչքով, Սուրբ դեմքը քո և փառքը քո։ Հպիր մատդ նրանց սրտին, ու թող բացվի սիրտը նրանց, նվիրումդ քո հասկանան։ Աղոթում եմ և հայցում, ով արդար Հայր, որ դարձի գան և բժշկվեն ազգերն համայն, վերքերով որդուդ քո սիրեցյալ, Հիսուս Քրիստոսի, ամեն։ Ես չգիտեմ, թե ձեզնից քանիսն արդեն գիտեն այս պատգամների մասին։ Կուզեի իմանալ, թե ով չի լսել և առաջին անգամ է նման հանդիպման։ Ձեռք կբարձրացնեք։ Հարցնում եմ, որովհետև կուզեի ճշտել, թե ինչի վրա պիտի ծանրանամ։ Այսպես ուրեմն, դահլիճի կեսը առաջին անգամ է եկել։ Ուստի նախապատմությունը պիտի մանրամասնեմ։ Իսկ նրանք, ովքեր արդեն ծանոթ են իմ պատմությանը, խնդրում եմ համբերատար եղեք, եթե արդեն քանիցս լսել եք։ Ասեմ, որ պատգամներն արդեն 12.5 տարվա վաղեմություն ունեն։ Առաջին 3 տարիների ընթացքում իմ ընտանիքից եւ մի քանի մտերիմ ընկերներից բացի ոչ ոք չգիտեր այդ մասին։ Ինձ թելադրում էին Հիսուսը, Հայրը, օրհնյալ Տիրամայրը, ամեն օր, ժամերով։ Ինձ համար այս բանը շատ անսովոր էր, նորություն, քանի որ ես շատ հեռու էի եկեղեցուց։ Ես չէի հետաքրքրում, թե ինչ է տալիս եկեղեցին, ինչ է առաջարկում։ Եթե լինեի եկեղեցու հետևորդ, իմացած կլինեի, որ Աստված միջամտում է մեր օրերում ևս,
Բայց քանի որ ես տեղյակ չէի, բնավ չգիտեի, որ Աստված միջամտում է մեր օրերում։ Ահա թե ինչու ես շարունակ ասում էի, երբ լսում էի Աստծո ձայնը։ Բայց չէ՞ որ արդեն 1987 թիվն է։ Ինչպես թե։ Դու խոսում ես մեզ հետ։ Որովհետև ես գաղափար չունեի, որ Աստված պարգևներ է տալիս, երկնաձիր պարգևներ եկեղեցու օգուտի համար։ Եվ զրուցելը դրանցից մեկն է։ Լսել ձայնը, Աստծո ներքին ձայնը պարգև է։ Բայց եթե Աստված մի պարգև է տալիս, այն պետք է ծառայի հոգուտ եկեղեցու։ Ոչ թե ես պետք է նստեմ տանը եւ դրանից միայն ես եւ իմ շրջապատի մի քանի ընկերները շահենք, ոչ։ Նա հոգ է տանում, որ այն տարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այդպես էլ կա։ Բայց 1985 թվին, երբ ես ապրում էի Բանգլադեշում, մի երկիր, որ մուսուլմանական է, պատկերացնել նույնիսկ չէի կարող այդ մասին։ Ես երբեք չէի լսել, որ մեր օրերում նման բաներ են պատահում, որ Աստված մարդկանց հետ, որոնց նա ընտրում է, խոսում է իր որոշակի ձևերով։ Եվ բացի այդ, ես մեկ այլ խնդրեմ ունեի, գիտեի, որ այդ բանը կատարվում է ինձ հետ, գիտեի, որ հրեշտակը ներկա էր ու խոսում էր ինձ հետ, ես լսում էի նրան, նա շարժում էր իմ ձեռքը, հրում այնպես, որ ես գրեմ, ես տեսնում էի նրան ներքնապես, ես գիտեի, որ այս բաները տեղի են ունենում և օր-օրի էլ ավելի է զարմանում, ասելով ինչու ես, դու գալիս ես ինձ մոտ, մինչդեռ ես բնավ չեմ աղոթել, չեմ սիրել քեզ, երբեք չեմ աղոթել, եկեղեցի չեմ գնացել։ Հնարավոր բան է, որ գաս այնպիսի մեկի մոտ, որը քո մասին չեն մտածել։ Ինձ թվում էր, թե դու միշտ խոսում ես մի անձնուհիների հետ, այն մարդկանց հետ, ովքեր սիրում են քեզ, ովքեր հավատարիմ են եղել քեզ։ Ես կարծում էի, թե Աստված միշտ այս ձևով է գործում, իսկ մյուսները, որոնք բնավ չէին հետաքրքրվում, դե նրանք էլ դուրս էին մնալու ինչ-ինչ ձևով։ Եվ ահա բոլոր այս պատկերացումները, թյուր պատկերացումները, որ ես ունեի, շրվեցին։ Այսօր ճշմարիտ կյանք Աստծով գրքի պատգամները ասես դպրոց լինեն։ Սակայն Աստծուց տրված պատգամները լոկ մի անգամ լսել իմանալով չէ։ Օրինակ, պատգամը քեզ ասում է աղոթել, սուրբ կյանքով ապրել ու պահեցողություն անել եւ վերջ։ Ոչ, այդ պատգամները ուսուցանում են։ Դա հոգևոր զարգացած մի վիճակ է, սուրբ երրորդության մասին խոկացող հոգևոր վիճակ։ Ես ապշացրել որ աշխարհի տարբեր վայրերում գտնվող կարմելիտյան միանձնուհիները այդքան կարճած են ճշմարիտ կյանք Աստծով գրքի պատգամներից եւ հաճախ երբ ես գնում եմ այս կամ այն երկիրը, միշտ կարմելիտյան 1-2 միաբանություն է լինում, որ ցանկություն են հայտնում ինձ լսել։ Ես նրանց հարցնում եմ. դուք ինչու եք այդքան հետաքրքրվում, իսկ մյուս միաբանությունները, ասենք բենեդիկտյանները, ոչ։ Իսկ նրանք շփտում են եւ ասում, դե դա մեր կանոնակարգին հարազատ է։ Խոկացող հոգևոր վիճակ եւ Աստծո հետ մտերիմ հոգևոր կապ կա, մտերմություն Աստծո հետ, եւ դա է լավագույնից լավագույնը։ Լավագույնից լավագույնը։ Դա ամենալավ բանն է, որ կարող եք ձեռք բերել, եթե ձեզ շնորհ է տրված Աստծո հետ մտերիմ դառնալու։ Այնքան մտերիմ, որ մի օր, երբ ձեր ընկերների հետ խոսելիս լինեք Աստծո մասին, ձեր լեզուն սայթաքի եւ դուք ասեք հայրիկ, իմ հայրիկը, այլ ոչ թե հայր։ Եվ սա տարածվել է ողջ աշխարհով մեկ։ Իմ մայրենի լեզվում, հունարենում, այն շատ նման է եբրայերեն աբբա բառին։ Մենք ասում ենք օբաբաս, մի քիչ նման ֆրանսերեն պապային։ Երբ ես Աստծո մասին իմ մայրենի լեզվով արագ եմ խոսում, ես դժվարություն եմ ունենում, լեզուս միշտ սայթաքում է եւ ես ասում եմ օբաբաս։ Շատ արագ է իմ բերանից դուրս գալիս։ Մենք գիտենք Աստվածաշնչից, որ Սուրբ Պողոսը մինչև իսկ ասում էր. Սուրբ Հոգին ձեզ ասել կտա, որ ձեր հորը աբբա կանչեք։ Իսկ դա նշանակում է մտերմիկ ձև։ Ուստի այս պատգամները իրոք թանկարժեք են, քանզի դրանք ձեզ առաջնորդում են Աստծո հետ մտերմության մի կյանքի։ Կան մարդիկ,
ովքեր իրենց ողջ կյանքում խոսում են Աստծո մասին, քարոզում են, բայց երբեք չեն հանդիպել Աստծուն այնպիսի մտերիմ ձևով, ինչպես ես ասացի, հետևաբար եւ չեն հասկանում Աստծուն։ Երբ հանդիպես նրան մտերմիկ ձևով, դու կսկսես հասկանալ Աստծուն եւ կզգաս այդ ընտանեկան փոխհարաբերությունը, շատ յուրահատուկ մի փոխհարաբերություն, որ կունենաս Աստծո հետ, եւ հենց դա է արժեքավորը։ Your whole life will change. It's not just a simple conversion, but it will lead you to where God wants you to be then, in His heart. Completely. Ձերդ բերես այն, պիտի քո ողջ կյանքը փոխվի։ Դա զուտ դարձյալ չէ, այլ այն կտանի քեզ այնտեղ, որտեղ Աստված է կամենում, որ առաջնորդվես։ Իր սրտի մեջ, ամբողջությամբ, իր սրտում, եւ այդ դեպքում միտքդ ու խոհերդ մշտապես փնտրելիս կլինեն երկնային բաները, վերևում երկնքի թագավորության մեջ, ինչ քո մարմինը տակավին շրջելիս կլինի մարդկանց մեջ։ Սա նշանակում է, որ դու կապրես Հայր մերի կատարումը դեռ երկրի վրա եղածդ ժամանակ։ Դա նշանակում է, Հայր մեր, որ երկնքում ես, Սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը գա, քո կամքը լինի երկրի վրա այնպես, ինչպես որ երկնքում է։ Դու կսկսես մտածել այնպես, ինչպես Աստված է մտածում, որովհետև Աստվածաշունչն ասում է, թող քո խոհերը լինեն Քրիստոսի մտքի պես, ամբողջովին այնպես վերափոխված, որ ձեր գործերը նման լինեն Քրիստոսի գործերին, ձեր մտքերը Քրիստոսի մտքերին։ Մտերմության մասին Աստված պատգամների սկզբում է խոսում, սակայն այն ամենից զորավոր հատվածն է։ Ճշմարիտ կյանք Աստծով գրքի այլ հատվածներ սովորեցնում են Սուրբ Հոգու մասին։ Շատ բան են սովորեցնում, որովհետև Աստված ասաց, որ մենք Սուրբ Երրորդության երրորդ Աստվածային անձի մասին այնքան չգիտենք, որքան թերևս գիտենք Հիսուսի եւ Հոր մասին։ Ահա թե ինչու Աստված այդքան առատորեն դասեր է տեղում այն մասին, թե ով է Սուրբ Հոգին, ինչն է հոգու գործունեությունը, որի մասին ես ձեզ հետ կխոսեմ ավելի ուշ։ Կան պատգամներ, որոնք հայտնում են ժամանակների վերջի մասին, որը աշխարհի վերջը չէ։ Ժամանակների վերջը ավարտն է մի փուլի։ Այս փուլը, որում մենք ապրում ենք եւ որի սահմանագծին ենք, սահմանագիծն է հաջորդ փուլի, որը կլինի Սուրբ Հոգու շրջանը, խաղաղության եւ սիրո շրջանը։ Մենք հետևաբար եւ ապրում ենք շատ չար ժամանակաշրջանում, որի մասին նախապես ասել է Սուրբ Պողոսը Բթեսաղոնիկեցիս 2-րդ գլխում։ Մենք ապրում ենք ուրացման շրջանում։ Ուրացում նշանակում է, որ մարդիկ թեև մկրտվել են, սակայն ժխտում են աստվածային ճշմարտությունն ու ապրում են իրենց ուզած ձևով, ճիշտ ինչպես ես նախկինում։ Իդեպ, ես գուցե թե չէի ժխտում աստվածային ճշմարտությունը, սակայն ես հեռու էի այդ բաներից։ Եվ կան մարդիկ, որ տակավին նույն վիճակում են, ինչպես որ ես էի առաջ։ Երբ տեսնում եմ նրանց, հասկանում եմ իրենց եւ նրանց հանդեպ համբերատար եմ եւ հանդուրժող, որովհետեւ ասում եմ, տես, այս մարդիկ նման են քեզ, ինչպիսին որ դու էիր 12 տարի առաջ։ Եվ սակայն Աստված այցելեց ինձ, իսկ ես որևէ արժանիք չունեի, բայց նա այցելեց ինձ վրա տեղալու իր շնորհը։ Այո, ես հասկանում եմ այս մարդկանց եւ գիտեմ, որ միայն շնորհով նրանք կարող էին փոխվել, երբ Աստված նրանց նայի եւ ասի, ահա վերցրու այս շնորհը, եւ դու կփոխես քո կյանքը, եւ այդ մարդը փոխում է իր կյանքը։ Պատգամները շատ են խոսում երկու սրտերի հաղթանակի մասին, որը շատ մոտ է, ինչպես նաեւ եկեղեցիների միության մասին, որը նույնպես մոտ է, եւ այսպես ամեն ինչ մոտ է։ Եվ ինչու եմ ես ասում, որ ամեն ինչ մոտ է, որովհետև ես հարցրի Հիսուսին, նա ինձ օր չնշեց, ոչ մի ամսաթիվ, տարեթիվ, երբ ասում էր շուտով։ Իմ վերադարձը մոտ է, շուտով այս բաները տեղի կունենան։ Ես գիտեմ, որ Հիսուսի շուտովը կարող էր լինել 1000 տարի, եւ ահա թե ինչու ես Հիսուսին հարցրի, որ մեկի շուտովը, քո շուտովը, թե իմ շուտովը, որովհետև քո շուտովը կարող է շատ երկար տևել, եւ նա ասաց, քո շուտովը, որ նշանակում է
մեր ժամանակներում։ Ես կասեի, որ սրանք այս պատգամի բարի լուրն են, քանզի երբ Աստված խոսում է, նա չի գալիս քեզ պատմելու ավերածությունների, արհավիրքների եւ դրա նման այլ բաների մասին, որ երբեմն դու լսում ես։ Ոչ։ Սա չէ այն ձևը, որով մեր Հայրը, որ երկնքում է, կխոսեր մեզ հետ։ Այո, նա զգուշացնում է մեզ, որ մենք քայլում ենք վտանգավոր արահետով, այն ուղին, որով այժմ մենք ենք քայլում, մինչև որ չապաշխարենք ու չդառնանք դեպի նա։ Եվ այսպես նա զգուշացնում է իր զավակներին, որպես հայր նա մեզ պիտի խրատի եւ այդպես էլ անում է, այն էլ խստությամբ, բայց նա ճիշտ է, որովհետեւ մենք արժանի ենք հանդիմանվելու, եւ ինձ դուր է գալիս, որ նա խրատում է մեզ, որովհետեւ դա ցույց է տալիս, որ նա մեզ սիրում է, նա մտածում է մեր մասին։ Ուստի կան հատվածներ, որտեղ Աստված ցույց է տալիս, թե որքան վշտացած է ինքը, տխուր, որովհետեւ նա կորցնում է։ Ինչպես Հիսուսն ասաց մի օր, ես այնքան շատ հոգիներ եմ կորցնում, այնքան շատերին եմ կորցնում։ Եվ նա արտասվում էր ասելով, ես այնքան շատ հոգիներ եմ կորցնում։ Մի բախ պատկերացրու, որ կամ մեկը, որին դու շատ ես սիրում, քո զավակը կամ եղբորդ զավակը կամ մեկ ուրիշը, եւ դու գիտես, որ այդ անձը ընդմիշտ կորստյան է մատնվելու։ Միթե չէ իր անհանգստանա, չէ իր արտասվի որպես մարդ իհարկե։ Պատկերացրու ուրեմն, որ Աստված, որ նախբյուրն է սիրո, որը հայրն է արարման, որքան է նա վշտանում մեզ համար, որոնց նա շատ է սիրում, երբ տեսնում է, թե իր զավակներին քողարկված ձևով ինչպես է գայթակղեցնում, մոլորեցնում չարը։ Աստված միջամտում է, եւ նա իհարկե միջամտում է մեր օրերում։ Եկեղեցու պատմության ընթացքում, սխալ ընթացքի ժամանակ միշտ էլ Աստված միջամտել է։ Նա այնպիսի մեկը չէ, որ ձեռքերը ծալած նստի ու ասի, դե, ես նրանց տվել եմ Աստվածաշունչը, նրանք պետք է կարդան այդ գրվածքները եւ պետք է իմանան, ուրիշ որևէ բան չեմ պատրաստվում անել։ Ոչ։ Որպես հայր նա անհանգստացած է։ Նա վեր է կենում իր գահից, հանում է իր թագը եւ վազում իր զավակների ետևից, նրանց կանչելով, աղերսելով, որ ետ դառնան։ Հիսուսը մուրացկան է դարձել այս պատգամներում։ Մուրացկանի պես նա գալիս է մեզնից սեր հայցելու, խնդրելով, որպեսզի դառնանք դեպի իրեն, որ փրկվենք։ Մեզ համար է նա անում այս բանը։ Այս պատգամները շարունակում են խոսել նաև հակառակության մասին, որ այսօր կա։ Մեկ այլ բաժին էլ անդրադառնում է եկեղեցու միասնությանը։ Եվ ոչ միայն եկեղեցու, այլև հաշտություն ընտանիքներում, հաշտություն ընկերների միջև, ազգությունների միջև, ամենքի միջև։ Ճշմարիտ կյանք Աստծովի ամենակարևոր թեմաներից է միասնությունը։ Իսկ միասնությունը կգա միայն այն ժամանակ, ինչպես Հիսուսն էր ասում պատգամներում, միայն երբ մենք ունենք խոնարհություն եւ սեր։ Մենք երկուսի կարիքներ ունենք, եւ նա ասում է, որ հենց դա է բանալին միասնության։ Խոնարհությունն ու սերը միասնության բանալիներն են։ Մենք չենք կարող խոսել միասնության մասին առանց այս երկու բաների։ Սուտ կլինի, եթե մենք խոսենք առանց ունենալու խոնարհություն եւ սեր։ Դա կեղծավորություն է։ Եվ այսպես, ես կանդրադառնամ բոլոր այս պատգամներին, ինչի մասին քիչ առաջ խոսեցի ձեզ հետ, բայց նաև կուզեի ձեզ հայտնել այն պատգամներից մեկը, որտեղ Աստված ասում է. ասա նրանց, որ այս պատգամները նրանց չի տրված սենսացիա առաջ բերելու համար, այլ նրանց հասկացնել տալու իրենց դարձի գալու հրատապության մասին։ Իսկ երբ Աստված խոսում է եւ ասում դարձի գալու հրատապություն, նշանակում է, որ շատ քիչ ժամանակ է մնացել։ Այլ պատգամներում Հիսուսն ասում է. ապրիր այնպես, կարծես դա լինի քո վերջին օրը այս երկրի վրա եւ պատրաստ եղիր։ Խորհեք ձեր հոգու վիճակի լրջության մասին, ձեր կյանքերի փոփոխման կարևորության մասին եւ ապրեք սրբորեն։ Ես ուզում եմ, որ իմ զավակները լսեն շատ ուշադիր այն ամենը, ինչ պետք է ասեմ նրանց։ Թող ճշմարտության իմ հոգին ձեզ ուղեկցի ետ, դեպի ճշմարտությունը։ Թող իմացության իմ հոգին հիշեցնի ձեզ մեկ եւ միակ ճշմարիտ գիտելիքի մասին,
որ ես ինքս եմ ձեզ տվել։ I myself have given you. Our Father Մեր հայրը is a distressed վշտացած father հայր է կարծես, who որը ինչպես ասացի ձեզ, շատ անհանգստացած է մեր հոգու վիճակով։ Սակայն թույլ տվեք այստեղ կանգ առնեմ եւ նրանց համար, ովքեր առաջին անգամ են լսում, մի քանի բան ավելացնեմ անցյալից, թե ինչպես սկսվեց այս ամենը։ Առաջին հրեշտակն էր, որ ինձ այցելեց։ Ես պատրաստ չէի Աստծուն հանդիպելու։ Իմ հոգին բեռնված էր անցյալի մեղքերով։ Ես երբեք չէի գնում խոստովանության, դա անհնար բան էր։ Այսպես ուրեմն, հրեշտակը եկավ գրավելու իմ ուշադրությունը, իմ ուշադրությունը հրավիրելու առ Աստված։ Այդ ժամանակ ես ասես թրջում էի, իմ ոտքերը գրեթե չէին հպվում հատակին, այնքան լեցուն էի խինդով։ Ինձ հետ հաղորդակցվում է իմ հրեշտակը։ Ինչպես կարող է նման բան տեղի ունենալ։ Բայց դա իրոք այդպես էր։ Ու ես սպասում էի ամուսնուս գալուն, որպեսզի այս ամենի մասին հայտնեմ իրեն։ Իմ ամուսինը լյութերական է, շվեդ, բայց ճիշտ ինձպես նա էլ հետամուտ չէր իր կրոնին։ Եվ երբ նա եկավ, ես հրեշտակից հետ գրավոր այդ հաղորդակցությամբ արդեն մի քանի էջ էի գրել։ Եվ ես բացատրեցի նրան։ Նա վարկյան իսկ չկասկածեց։ Ոչ իսկ մեկ վարկյան։ Նա բնավ չկասկածեց եւ հավատաց, երբ ես պատմեցի ամեն բան։ Մեր ընտանիքում այդ օրը ուրախություն էր։ Բայց ես կարծում էի, թե իմ հրեշտակն այլևս չի գա։ Դա ընդամենը մեկ օրվա հանդիպում էր, մեկ այց։ Բայց այդպես չեղավ։ Նա եկավ եւ հաջորդ օրը երկխոսությունը շարունակելու։ Այդպես եղավ եւ երրորդ օրը։ Եվ ես մտածում էի, թե հրեշտակի հետ հանդիպելը ինչ հրաշալի բան է։ Չէի ուզում ավելին մտածել։ Մի քանի օր անց իմ հրեշտակը տոնը փոխեց եւ շատ խիստ դարձավ ու ասաց. Ես ուզում եմ, որ դու Աստծո խոսքը կարդաս։ Ես գիտեի ինչ է նշանակում Աստծո խոսք։ Բայց ես ձևացրի, թե չգիտեմ ու ասացի. այդ ինչ է։ Իսկ նա ասաց. դու շատ լավ գիտես, որ Աստծո խոսքը Աստվածաշունչն է։ Տանը Աստվածաշունչ չունեմ, ասացի ես։ Ես վիճում էի։ Մինչև իսկ պատրաստ չէի մտածել, որ գնամ ու Աստվածաշունչ ձեռք բերեմ։ Ես մտածում էի, թե ինչ կմտածեն իմ ընկերները իմ մասին։ Ինչ կասեն նրանք, երբ հանկարծ թենիս խաղացողից ձեռքին, թենիսի խաղաթիակի փոխարեն Աստվածաշունչ տեսնեն։ Իհարկե դրանք չեն համատեղվում։ Ես շփոթված էի ու փորձում էի խուսափել այդ թեմայից, որ Աստվածաշունչ բերեմ ու տանը կարդամ, իսկ իմ հրեշտակն ասաց գնա եւ բեր։ Նրա հետ վիճաբանելով ես ասացի. որտեղ։ Բանգլադեշում։ Սա մուսուլմանական երկիր է։ Եվ նա ասաց. գնա ամերիկյան դպրոց եւ գրադարանում Աստվածաշունչեր կգտնես։ Ու ես դադարեցի վիճելը ու որոշեցի, որ պետք է գնամ։ Գնացի Աստվածաշունչ գտնելու, բերեցի տուն, բացեցի եւ ինչպես ինքն էր ասել, պետք է սաղմոսներ կարդայի։ Կարդացի, բայց չհասկացա մեկ իսկ բառ, թեև անգլերենով էր։ Ու գիտեի, որ Աստված ինձ ասում էր. տես, թե որքան կույր ես, ապրում ես լրիվ խավարի մեջ։ Ես փակեցի Աստվածաշունչը։ Իսկ իմ հրեշտակը ինձ ձայն տվեց։ Նա ասաց. եկ, ես քեզ ցույց կտամ, թե իրականում ով ես դու։ Եվ նա սկսեց ցույց տալ իմ հոգին ինձ այն ձևով, ինչպես Աստված է տեսնում մեր հոգին, Աստծո աչքերով։ Ոչ թե այնպես, ինչպես մենք ենք տեսնում։ Եվ ես շատ ցնցված էի իմ հոգու վիճակից։ Ես չէի կարող հավատալ, որ ես այդքան ահավոր եմ, որովհետև երբ նայում ես ինքդ քեզ Աստծո աչքերով, լրիվ այլ կերպ է պատկերվում։ Եվ ես ասացի. ինչպես կարող է, որ ես այսպեսին լինեմ։ Եվ ես նոր միայն հասկացա ու տեսա, թե որքան է ես վշտացրել Աստծուն, որքան է վիրավորել նրան։ Խիղճս խայթեց ու ես սկսեցի արտասվել։ Օրեր շարունակ ես արտասվում էի։ Նա անընդհատ ինձ կանչում էր. արի ու տես ավելին, արի ու տես ավելին։ Եվ ես տեսա իմ կյանքի անցյալը ճիշտ այնպես, ինչպես դուք այն կտեսնեք էկրանին։ Ամեն օր տեսնում էի բաներ, որ վիրավորել էին Աստծուն, ու ես ապաշխարում էի։
այնքան էի զզվում ինքս ինձանից, որ ասում էի, ես իրավունք չունեմ ապրելու մարդկանց մեջ։ Ես չպետք է շրջեմ մարդկանց մեջ։ Մեռնելու արժանի եմ եւ այն էլ ոչ նորմալ բահով։ Ահա, այդչափ շատ է ինձ ադում։ Դրանից հետո եկավ մաքրման շրջանը։ Պատգամների մեջ մաքրագործում կա։ Այն ողջ աշխարհով է տարածվելու։ Արդեն սկսվել է։ Դեպքեր գիտենք, երբ մարդիկ տեսել են իրենց կյանքը, սրտան զղջացել եւ Աստծուն դարձել։ Եվ դա շնորհ է։ Այն կրակի պես այրում է ներսդ, որովհետեւ ցավեցնում է։ Այն նման է խավարանին։ Խավարանում, երբ դու ընկնում ես խավարան, ասում են, որ քո ներսում կրակ, ոչ բնական կրակ է այրվում, քեզ հասկացնել տալով, թե դու ինչպես ես մաքրվում, եւ դու սկսում ես ապաշխարել մաքրագործվելով։ Դրա միջով ես անցամ։ Եթե կուզեք իմանալ, դա մի երկրորդ փոքր դատաստանի պես է։ Դատաստանի օրը Աստված չի նստելու եւ ասի. դու արել ես այս բանը, այն բանը ու սկսի քեզ մեղադրել։ Ոչ։ Մեղադրողը Սատանան է լինելու։ Նա է քեզ մեղադրելու։ Նա այդտեղ է լինելու ու պիտի ասի. պատարագի ժամանակ այս կինն այս բանն արեց։ Պատարագին հետևելու փոխարեն նա այլ բաների մասին էր մտածում։ Նա է լինելու մեղադրողը։ Բայց ինչ է կատարվում։ Երբ դու ինքդ քեզ տեսնում ես դեմ առ դեմ Աստծո հետ, հասկանում ես, թե որքան սուրբ է Աստված։ Նա կատարելություն է, եւ դու ինքդ քեզ ես տեսնում, գիտակցում, թե ինչ սխալներ ես արել, ու դու ինքդ քեզ գցում ես խավարան։ Շտապ մաքրվելու, որ վերստին երկնային արքայություն գնաց։ Ահա, այդպես է տեղի ունենալու դատաստանի օրը, եւ այս փոքրիկ դատաստանն էլ արդեն իսկ ընթանում է այստեղ։ Մաքրագործումը շնորհ է, որ սկսելու է տարածվել, եւ Աստված ասում է, որ կան մարդիկ, ովքեր այն չեն ընդունելու։ Այդ այն մարդիկ են, ովքեր ատում էին ինձ, ովքեր մերժում էին ինձ, ովքեր միանգամայն հակառակ բաներ արեցին, դեմ դուրս եկան իմ բոլոր օրենքներին։ Այս մարդկանցից շատերը, երբ իրենք իրենց տեսնեն մաքրագործման օրը, կմեռնեն խղճի այն մեծ խայթից, որ պիտի ունենան։ Իրենք իրենց պիտի տեսնեն ու այլևս չեն դիմանալու։ Սակայն սրանք այն դեպքերն են, երբ այդ մարդիկ Աստծուն մերժում են, երբ կռվում են Աստծո դեմ եւ ըմբոստանում են Աստծո դեմ։ Այս մարդկանց համար մենք պետք է աղոթենք, նրանց դարձի բերելը մեր պարտականությունն է։ Հիսուսը մեզ խնդրում է, որ աղոթենք աշխարհի դարձի գալու համար։ Նա ասում է. աղոթք արեք ձեր եղբայրների եւ քույրերի համար, որովհետեւ ես անդրադառնալու եմ դրան։ Մենք շարունակ մոռանում ենք, որ գիտենք, որ մենք ամենքս էլ գալիս ենք մեր արարչից։ Գիտեք, ուրացության պես մի բան է, բայց մենք չենք փորձում դրան անդրադառնալ։ Այն, որ մենք սերում ենք մի զույգ ձեռքից եւ հետեւաբար իրոք որ եղբայր քույր ենք, պատկանում ենք մեկս մյուսից, քանզի մենք գալիս ենք նույն այդ մի զույգ ձեռքից եւ մեր բոլորի տունն էլ վերն է այնտեղ։ Հիսուսն ասաց. Ես չեմ ուզում հավիտենականության մեջ շրջելիս տեսնել, որ դատարկ տեղեր կան, այլ ուզում եմ, որ դրանք բոլորը լցվեն։ Ըստի մենք պետք է որոշում կայացնենք, դառնալ առաստված։ Ընտրությունը մերն է, նա չէ, որ մեզ պիտի պարտադրի։ Ոչ, Հիսուսը չեկավ մեր ազատությունը ճնշելու, այլ ինչպես իր մի պատգամում է ասում, ես չեմ գալիս քեզ ստիպելու կամ քո ազատությունը վերցնելու, ինձ դառնալու հարցում դու ինքդ պիտի ընտրություն անես։ Եվ Հիսուսը մեզնից թույլտվություն է խնդրում։ Նա, որ մեր արարիչն է։ Երբ նա ինձ մոտ է գալիս, ասում է. Վասուլա, թույլ տուր, որ օգտագործեմ քո ձեռքը։ Թույլ տուր խլեմ ժամանակը։ Թույլ տուր շարունակեմ իմ այս պատգամը։ Ահա այս ձևով է Հիսուսը խոսում։ Նա շատ նրբանկատ է։ Նա մեզ հետ այսպես է վարվում, կարծես թե ուր որ է կոտրվենք, ասես ճենապակի իր ձեռքերի մեջ։ Դե, իսկ մենք մարդիկս գիտեք, թե մենք ինչպիսին ենք, մենք ստիպում ենք մարդկանց, դու պետք է անես, պետք է։ Հիսուսից շատ բան ունենք սովորելու։ Երբ մաքրման շրջանն ավարտվեց, ես լսեցի հայրական ձայնը, ձայնն արարչի։ Դա ինձ համար մեկ այլ անակնկալ էր, ինչու՞։
Որովհետև ես Աստծուն միշտ պատկերացնում էի որպես խիստ շատ լուրջ ձայնով, ճիշտ ինչպես 10 պատվիրանները ֆիլմում, որ տարիներ առաջ էին նկարահանել։ Այդ ֆիլմում Աստծուն շատ խիստ ձայնով էին խոսեցնել տվել, մինչդեռ ճիշտ հակառակն էր։ Հայր Աստծո ձայնը այնքան նուրբ է, այնքան քնքուշ է, այնքան սիրառատ է եւ այնքան մեղմ։ Գիտեք, չգիտեմ թե ինչ բառերով նկարագրեմ։ Սովորական բառերն անկարող են նկարագրել, թե ինչպիսին էր Աստծո ձայնը, ինչպիսի ձևով էր այն իմ ականջին հասնում եւ այնքան հայրաբար էր, այնքան հայրաբար։ Ահա, այդ կերպ էր Աստված խոսում։ Լրիվ այլ բան է, երբ մենք ենք խոսում եւ երբ խոսում է Աստված։ Երբ խոսում է Աստված, նրա յուրաքանչյուր բառը թափանցում է հոգուտ խորքը։ Երբ նա մի բան է ասում, դա հրամանի պես է, բայց հրամանի պես չի արտասանվում։ Այդ հրամանը կա եւ քո հոգին սկսում է այն պարզապես կլանել։ Եվ այսպես, երբ նա ասաց, ես քո հայրն եմ, քո արարիչը, այդ պահին հոգուս խորքում իրոք զգացի, որ նա մեր հայրն է, մեր հայրը, երկրային հորից էլ առաջ։ Այդ նույն պահին ես զգացի այնպես, կարծես թե ես նրան նախկինում հանդիպել եմ, կարծես թե ճանաչել եմ նրան իմ ողջ կյանքի ընթացքում։ Սա կատարվեց վայրկյանի արագությամբ։ Հենց այդ ժամանակ էր, որ նա ինձ ասաց. ես կուզեի, որ դու հայր մերը աղոթեիր ինձ համար։ Փոխանակ պատասխանեմ. այո, Տեր իմ։ Բերանիցս թռավ. այո, հայրիկ։ Եվ նույն պահին էլ վախեցա, ասացի, հայրիկ եմ ասել արարչին, Աստված ինքը խոսում է ինձ հետ, տեսնես ինչ կասի ինձ։ Ես Աստծուն դեռ չէի ճանաչում։ Իսկ նա ասաց. դուստր, մի վախեցիր, քանզի քո այդ հայրիկ բառը անգին քարի պես բռնել եմ ձեռքիս մեջ։ Նա շատ գոհ էր, այնքան գոհ էր, որ ես էլ դա զգացի։ Նա ինձ զգացնել տվեց, որ իր սրտում ինքն անչափ գոհ էր։ Եվ մի քանի անգամ հայր մերը ասելուց հետո, որովհետև ես ճիշտ չէի ասում, նա ասաց. ես ուզում եմ, որ դու ինձ սիրես։ Ես ասացի, ես սիրում եմ, դրապես մի բան։ Այլ կերպ ասած, չեմ ատում, քանզի իմ սերը շատ չնչին է։ Ես քեզ սիրում եմ։ Ես համարձակություն ունեցա այս ասել, իսկ ինքը բնավ չնախատեց, այլ ասաց. ինձ ավելի շատ սիրիր։ Սակայն չես կարող ինձ սիրել, եթե ինձ չմոտենաս։ Ուստի մոտ եկ, ավելի մոտ եկ ինձ, եւ դարձիր ինձ մտերիմ։ Ես քո մտերմության կարիքն ունեմ։ Եթե ինձ հետ չմտերմանաս, երբեք չես ճանաչի ինձ, եւ բնավ չես կարող ինձ սիրել այնպես, ինչպես ես եմ ուզում, որ ինձ սիրես։ Ամեն դեպքում չմոռանաս, որ ես սուրբ եմ։ Եվ այսպես երկու բաներ նա մեզ ամենքից հայտնում։ Ասում եմ մեզ, որովհետև սկզբում նա ասել է. հանիր Վասուլա անունը եւ դիր քոնը։ Մտերմությունը, որ ինքն է ուզում տածենք իր հանդեպ, պետք է լինի զավակի մտերմության պես։ Ոչ մի երեխա իր հոր հետ պաշտոնական ձևով չէր խոսի։ Մեր հոր հետ մենք պաշտոնական ձևով չենք խոսում։ Մենք նրա հետ մտերիմ ենք։ Ահա հենց այս ձևն է Աստված ուզում։ Սրտան զրույց արա նրա հետ։ Ահա հենց այս ձևով է Աստված ուզում։ Նրա հետ խոսիր մանկան պես, բայց նաև երբեք չմոռանաս, որ նա սուրբ է։ Իսկ դա նշանակում է, որ պետք է երկյուղել Տիրոջից։ Տիրոջ երկյուղը սկիզբն է իմաստության։ Հիմա խնդրում եմ, երկու բան իրար հետ չշփոթենք։ Արդյոք սա նշանակում է, թե մենք վախենալու ենք Աստծուց։ Ոչ։ Աստծուց վախենալը լրիվ այլ բան է։ Նա ասաց. վախեցեք ինձանից այն դեպքում, եթե ապստամբել եք իմ դեմ։ Սա է վախենալ Աստծուց։ Մինչդեռ Տիրոջ երկյուղը բոլորովին այլ բան է։ Աստվածաշնչում այն նշանակում է, որ դու նրան պետք է տաս հարգանք, հագնածանք, փառք։ Պետք է փառք տաս նրան, խոնարհվես նրա առջև, ծնկի գաս նրա առջև։ Ահա սա է Տիրոջից երկյուղ ունենալը։
Եվ մենք Աստվածաշնչից գիտենք նաև, որ Տիրոջից երկյուղելը սկիզբն է իմաստության, իմաստության թագը։ Ինչ է իմաստության թագը։ Ճանաչել նրան մոտիկից, որովհետև Հիսուսը նաև ասաց, որ իմաստությունը տրված է մանուկներին։ Ահա թե ինչու դուք պետք է դառնաք երեխայի պես։ Եվ այսպես Աստծուն պետք է մոտենալ պարզ ձևով, մանկան պես, ձեռք բերելու համար իմաստություն, Աստծո իմաստությունը։ Իսկ իմաստությունն այս է, ճանաչել Աստծուն եւ Աստծուն հասկանալ։ Այս բանը դուք պետք է գործածեք ոտքերի պես։ Ոտքերից մեկը մտերմությունն է, մյուսը Տիրոջից երկյուղը։ Եվ վերջ տվեք ձեր ողջ կյանքում մեկ ոտքով ցատկելուն, միայն Տիրոջից երկյուղն ունենալով։ Այդպես դուք շատ ծիծաղելի ձևով կհասնեք նրան եւ շատ դանդաղ։ Իսկ եթե երկու ոտքերն էլ օգտագործեք, կներկայանաք Աստծուն այնպես, ինչպես հարկն է։ Եվ այսպես դա սկիզբն էր։ Աստված չէր եկել ինձ մոտ ասելու, թե Վասուլա, դու հետագայում առաքելություն ես ունենալու։ Ինձ այցելելու առաջին իսկ օրերին ինձ ստույգ չասաց, թե ինչ պիտի կատարվեր հետո։ Ոչ, նախ նա ուզում էր, որ ես իրեն ճանաչեմ այնպես, որ ավելի ուշ, երբ ինքն ինձ իր երկրորդ հարցը տա, որը պիտի լիներ, ուզում ես ինձ ծառայելը, պատասխան ստանար այո կամ ոչ։ Նախ ինքը ինձ իրեն ճանաչել եւ հասկանալ տվեց։ Եվ երբ եկավ ու դիմեց իր ուզում ես ինձ ծառայել հարցով, ես վախեցա։ Ես ասացի, այս ինչ պիտի կատարվի։ Ինձ համար իմ անգիտությամբ Աստծուն ծառայել նշանակում էր մի անձնուհի դառնալ, իսկ աշխարհիկը չէր կարող Աստծուն ծառայել։ Ահա այս կերպ էի ես մտածում։ Իսկ ես ընտանիք ունեի, երկու որդի, ու մտածում էի, թե Աստված ինչ է փորձում ինձ ասել։ Ինչ է։ Պիտի ասի, որ ընտանիքս թողնեմ ու դառնամ Կարմելիտյան միաբանության մի անձնուհի։ Երբ նա ինձ այդ հարցը տվեց, ես չէի կարող ականջներս փակել, որ այն չլսեմ, քանզի դա ներսից էր, ինչ էլ անել միևնույն է, նրան չէի կարող չլսել։ Բայց այդ հարցը ես նոթաձեռնում գրիչ առա, ինչպես որ մյուս բաներն եմ գրում։ Ես ձեռքս ետ քաշեցի ու վախից հրաժարվեցի գրել։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. ընդ որում շատ տխուր։ Ես քո այդ սոսկալի տկարության մեջ էլ կարող եմ ապրել։ Ես շատ վատ զգացի, որ այդ ամբողջ օրը թույլ եմ տվել, որ այսպիսի վիճակ ստեղծվի։ Ամբողջ գիշերից այդ մասին էի մտածում եւ ի վերջո վճռեցի։ Ինքս ինձ չեմ պատկանում։ Նա է ինձ ստեղծել, ես նրան եմ պատկանում։ Ինձ հետ նա կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է։ Թող այդպես էլ լինի։ Դա նման է այն պահին, երբ աչքերդ փակել ես ու պիտի ցատկես։ Չգիտես բարձրությունը, կարող է լինել 500 մետր, կարող է մի ոտնաչափ ավելի բարձր լինել։ Ինչ որ է։ Ցատկիր ուտես, թե ուր ես հասնում այդպես։ Ու հաջորդ նորն ասացի Հիսուսին հիշեցնելով իր հարցը. Հիսուս, դու ուզում ես, որ ես քեզ ծառայեմ։ Այո, ասաց նա, եւ լի էր ուրախությամբ։ Ես ուզում եմ, որ դու ինձ ծառայես։ Միշտ նա խոսում էր, մտքումս հարց առաջացավ, թե այդ որտեղ եմ ծառայելու նրան։ Նա գնալով տխրում էր եւ ապա ասաց. ես քեզ ուղարկելու եմ աշխարհի ծայրը, քեզ ուղարկելու եմ այնտեղ, որտեղ մեղքը ել ավելի է շատանում, որտեղ անարդարություն կա, ուր մարդիկ ինձ գանակոծում են, ուր թքում են ինձ վրա, ես քեզ ուղարկելու եմ ահա այդպիսի մարդկանց մոտ, ովքեր ինձ ցավ են պատճառում, շեպսակով են ինձ թակադրում եւ շարունակ խաչում են ամեն օր։ Ահա թե ուր եմ քեզ ուղարկելու։ Ասել է թե աշխարհով մեկ։ Ահա դա է լինելու քո առաքելությունը։ Ահա այսպես սկսվեց այս ամենը։ Ես պետք է ասեի այո Աստծուն։ Դրանից հետո նա դարձյալ եկավ ու մեկ այլ հարց տվեց. որ տունն է ավելի կարևոր, քո տունը թե իմը։ Ես ասացի քո տունը, Տեր։ Եվ նա ասաց շատ տիրական իշխանությամբ. կենթանացրու իմ տունը, միավորիր իմ տունը, զարդարիր իմ տունը։ Ես հարցրի. Տեր, այդ ինչպես։ Ես ոչինչ չգիտեմ։
Ինչու չես գնում այնպիսի մեկի մոտ, որն իշխանություն ունի ու անհամեմատ ավելին գիտի, քան ես։ Ես ոչինչ չգիտեմ։ Նա մեղմ ժպտալով ասաց. Ես հենց այդպիսի ոչինչ եմ ուզում, այնպես որ այդպիսին էլ մնա։ Քո այդ ոչինչ լինելով, ես պիտի ցույց տամ իմ իշխանությունն, որ այդ ես եմ, ուստի ոչինչ էլ մնա։ Թող քո եսը մեռնի, ամբողջովին վերացրու այդ եսը և թույլ տուր, որ իմ Սուրբ Հոգին շնչի քո մեջ, ուստի մերձրու եսդ։ Մեզ համար էլ, եթե ուզում ենք փոխվել և իրոք ուզում ենք և ուզում ենք առաջադիմել ու մոտ կանգնել Աստծուն, ահա այսպես միավորված, որովհետև երբ գիտես Աստծուն և նրան հասկանում ես, Աստված ինչ է տալիս քեզ, ինչ է անում, դա թերություն չէ քո կյանքում, այլ առավելություն։ Աստված քեզ տալիս է խնդություն, խաղաղություն, ամեն բան։ Առանց Աստծո քո սեղանը դատարկ է։ Իսկ Աստծո հետ առատ ես կուզեի ձեզ փոխանցել ողջ այն խնդությունը, որ ես ստանում եմ, որպեսզի դուք ևս կարողանաք զգալ այս խնդությունը։ Իդեպ, եթե խոկալով ընթերցեք Տիրոջ տված պատգամները, դուք ևս ձեռք կբերեք այդ ուրախությունը։ Դեպքեր գիտեմ, երբ հարյուրավոր, 100,000-ավոր ընթերցողներ կարդացել են առաջին իսկ պատգամից սկսած և փոխել են իրենց կյանքը։ Այո, խնդություն ենք ձեռք բերում և դրանից հետո այլևս շատ չենք մտահոգվի մեր դժվարությունների մասին, որովհետև դրանք կմեղմվեն, իրականում դրանք այլևս զգացնել չեն տա իրենց։ Մենք բոլորս էլ հոգսեր ունենք, բոլորս էլ ունենք դժվարություններ, մենք բոլորս էլ ընտանիք ունենք։ Ես ինքս 2 որդի ունեմ, ես ընտանիք ունեմ մայր, քույրեր և ինչպես ամեն մի ընտանիք, մենք էլ մեր հոգսերն ունենք։ Բայց երբ մեջդ խնդություն ունես, դու վստահում ես Աստծուն, և նա քեզ տալիս է հույս, կյանք, ուրախություն։ Երբ ես բացահայտեցի Աստծուն, ես նրան ասացի. դու իմ ուրախությունն ես, իմ ժպիտը, իմ երջանկությունը, նա ամեն ինչ է։ Ահա այդ ժամանակ դու իրոք որ գանձ ես հայտնաբերում, թաքնված գանձ, դու մարգարիտ ես գտնում, վաճառում ես ամեն բան, որովհետև դու հայտնաբերում ես Աստծուն։ Եվ այսպես, երբ Հիսուսն ինձ ասաց այս խոսքերը և նաև այսօր մեզ ասում է. ցածրացրեք ձեր ձայնը, նշանակում է, որ վերջ տանք աղմկարար, տագնապած ու անհանգիստ լինելուն։ Ցածրացրեք ձեր ձայնը, խաղաղվեք, որպեսզի կարողանաք լսել իմ ձայնը։ Ցածրացրու գլուխդ, նշանակում է խոնարհաբար։ Դե վերջապես ընդունենք, որ մեղավոր ենք։ Մենք ոչինչի արժանի չենք, սակայն Աստված իր ձեռքն է երկարում երկնքից մինչև ներքև, երկիր, որպեսզի մեզ քաշի տանի վերև։ Խոնարհեցրու գլուխդ, որպեսզի ես կարողանամ քեզ բարձրացնել, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել իմ գլուխը, քեզ ամբողջապես խոնարհեցրու։ Թույլ տուր, ասում էր նա, որ իմ Սուրբ Հոգին քո հոգին փոխակերպի, որն այս պահին նման է անապատին, կարծր ինչպես քար, չոր, քանի որ նա ապրում է մեր մեջ, իսկ երբեմն դա անապատ է, նա ասում է. թույլ տուր, որ իմ Սուրբ Հոգին հոգիդ փոխակերպի, դարձնի պարտեզ, որտեղ այդ պարտեզում ես կկարողանամ հանգիստ առնել քո մեջ։ Թույլ տուր, որ իմ Սուրբ Հոգին հոգիդ վերափոխի արքայական պալատի, ուր ես կլինեմ արքան և քեզ կղեկավարեմ։ Թույլ տուր, որ իմ Սուրբ Հոգին հոգիդ վերածի դրախտի, ու այդ դրախտում ես փառավորված կլինեմ։ Սա մեզ հիշեցնում է, թե ինչ է կատարվելու մեր շուրջը։ Աստված մեզ պատրաստում է նոր դարաշրջանի համար։ Աստված ուզում է, որ մեզ փոխակերպի նոր երկնքի և նոր երկրի, նոր Երուսաղեմի։ Երբ կարդում ենք Հայտնության 21-րդ գլուխը, մեզանից շատերը չեն հասկանում։ Ասում ենք, ինչ է նշանակում այդ ամենը։ Դա նշանակում է, թե բնությունը պիտի փոխվի, համաստեղությունները պիտի սկսեն փոխվել,
Իսկ Հիսուսն ուզում է մեզ նկարագրել այս հատվածը, որովհետև այն պիտի կատարվի։ Արդեն իսկ դրա որոշ մասը ոմանք զգում են, սակայն այն ավելի ու ավելի պիտի սաստկանա, մինչև երկրորդ հոգեգալուստը, որին մենք շատ ենք սպասում։ Հովհաննես Պողոս 23-րդ պապին անվանեցին միասնության պապ, որն աղոթում էր երկրորդ հոգեգալուստի համար։ Իսկ մենք արդեն մոտենում ենք այդ երկրորդ հոգեգալուստին։ Եվ այսպես, երբ Հիսուսն ուզում էր նկարագրել Հայտնության 21-րդ գլուխը, փոխանակ ինձ կանչեր ու ասեր Վասուլա, արի ու գրի, նա ասաց. Քաղաք, արի ու գրիր։ Քաղաք։ Այո, քաղաք։ Իսկ ինչու ոչ։ Չէ որ Աստծո համար մենք բնակվելու վայր ենք։ Մենք կարող ենք լինել նրա սուրբ բնակավայրը, նրա պարտեզը, նրա պալատը, նրա քաղաքը, նրա վրանը, ինչպես որ հին կտակարանում էր։ Աստված բնակվում է մեր մեջ։ Ուստի նա ասաց. Կարդա Հայտնության 21-րդ գլուխը։ Ես կարդացի եւ նա միտքս լուսավորեց, որ հասկանամ ու արդեն իսկ գիտեի նախքան գրելը, թե ինքն ինչ է ուզում որ գրվի։ Ու նա ասաց, որ նոր երկինքն ու նոր երկիրը նախ պետք է լինեն մեր ներսում։ Ձեր չոր հողը, որ ամբերի է, Սուրբ Հոգով դառնալու է պտղաբեր, եւ Սուրբ Հոգին ձեր մեջ, ձեր այդ հողի մեջ դնելու է երկնային սերմեր, որ պիտի աճեն, գեղեցկանան։ Իսկ ինչ վերաբերում է երկնքին, որն այժմ խավար է, մեր մեջ խավար է, մենք փայլելու ենք Սուրբ Հոգուց, ասես մեր մեջ 100,000 համաստեղություններ են լինելու։ Իսկ նոր Երուսաղեմը կլինի եկեղեցու նորոգումը։ Եկեղեցին մենք ենք, նոր քաղաքը, նորոգված Սուրբ Հոգով։ Ահա թե որոնք են Սուրբ Հոգու ժամանակները։ Նախքան պատգամներին անցնելը կուզեի ձեզ հետ կիսվել հետևյալի մասին։ Մի փոքրիկ հատված, ուր Հիսուսը նկարագրում է իր հորը, մեր հորը։ Հիսուսն ասաց. Իմ հայրը թագավոր է եւ սակայն այնքան մայրաբար։ Դատավոր է, բայց որքան նուրբ, որքան սիրո, նա է ալֆան եւ օմեգան, սակայն որքան հեզ։ Ահա, այսպիսին է մեր հայրը։ Նոր երկնքի մասին նախորդ տարիներին խոսելիս 1990 թվականին Հիսուսն ինձ ասաց. Ես ձեզ պատրաստում եմ, որ ապրեք նոր երկնքի եւ նոր երկրի մեջ։ Քանզի ժամանակը մոտենում է, ահա, երբ սերը պիտի վերադառնա եւ ապրի ձեր մեջ։ Շուտով դուք կլսեք սիրո ոտնաձայները վերադարձի ճանապարհին։ Եվ դրա համար է, որ ողջ երկրագնդով մեկ իմ ձայնն է լսվում, եւ այդ նույն պատճառով է, որ ձեր երիտասարդները տեսիլքներ են տեսնում։ Ես ասել եմ, որ ես հեղելու եմ իմ հոգին ողջ մարդկության վրա, եւ որ ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան։ Եվ ես իմ օրհնություններից բաժին եմ հանելու ձեր մեջ եղած ամենանվաստին անգամ։ Իր վերջերս տված պատգամներում Աստված Սուրբ Հոգուն նկարագրում է որպես բուժիչ ջուր, եւ երբ մարդիկ հարցնում են, թե ինչպես պիտի գա Սուրբ Հոգին, ես կասեի, ոչ թե վարակույր է, կքաշես եւ ահա խնդրեմ, Սուրբ Հոգու ժամանակն է։ Ոչ։ Աստված գործում է աստիճանաբար, բայց անհողդող կերպով։ Սուրբ Հոգին մակընթացության պես է գալիս։ Կանգնած եք ծովեզրին եւ մեկ էլ զգում եք, որ ջուրը հասել է ձեր ոտնաթաթերին, թե մի քիչ էլ երկար մնաք այն կհասնի մինչև ձեր ծնկները, ապա գոտկատեղը ու որոշ ժամանակ անց ձեզ կծածկի։ Ահա հենց այդ կերպ է, որ պիտի գա Սուրբ Հոգին, բուժիչ ջրի պես։ Իսկ առանց Սուրբ Հոգու մենք բավարար չափով չենք խնդրում նրան, ասում է Աստված։ Ինչ է պատահում մեզ, մեր հոգուն։ Մենք չորանում ենք եւ հոգով մեռնում։
Էլ չենք ցանկանում աղոթել։ Մենք դառնում ենք չոր, անջրդի։ Շատ չենք ուզում եկեղեցի գնալ։ Մենք լքում ենք Աստծուն։ Իսկ սա անապատային վիճակ է։ Ես դա կհամեմատեի մի փոքրիկ օրինակի հետ։ Ձուկը շնչում է ծովում, շարժվում ջրի մեջ եւ ապրում է ջրում։ Դուրս հանեք նրան ծովից, օվկիանոսից, այն կչորանա ու կմեռնի։ Օվկիանոսից դուրս այն կմեռնի։ Ճիշտ նույնպես է եւ մեզ հետ։ Երբ շատ քիչ ենք կանչում Սուրբ Հոգուն, որովհետեւ Սուրբ Հոգու մեջ է, որ մենք շարժվում ենք, շնչում ենք ու ապրում։ Իսկ եթե դադարենք դիմել Սուրբ Հոգուն, կչորանանք ու հոգով կմեռնենք։ Նա ասում է այս պատգամում. Եվ իմ շնչի բուժիչ ջուրը, որ դուրս է հորթում իմ սրբարանից, կողողի ձեզ եւ ձեզ առողջ կդարձնի։ Մենք կբժշկվենք Սուրբ Հոգով։ Ոչ մի մարդարարած չի կարողանա կասեցնել այս հոսանքին, որը պիտի շարունակի առատապես հորթել իմ սրտից։ Այն հոսելու է ամենուր, բաժանվելով տարբեր վտակների, դրանք էլ իրենց հերթին պիտի տրոհվեն, ճյուղավորվեն ու հոսեն բոլոր ուղղություններով։ Ամենուր, որտեղ կհոսի այս բուժիչ ջուրը, բոլոր հիվանդները, կաղերը, կույրերը պիտի բժշկվեն հոգևորապես։ Մինչև իսկ հոգով մեռածները պիտի նորից կենդանանան։ Ոչ ոք չի կարողանա ինձ ձեզ մաքրագործելուց ետ պահել։ Ուզում եմ մի փոքր ձեզ հետ խոսել Հիսուսի մասին։ Ես ձեզ հայտնի դարձրեցի հորը, որ ինչպես ձեզ ասացի, ինչպես որ Հիսուսն է նկարագրում, շատ նուրբ է եւ շատ հայրաբար։ Սակայն թույլ տվեք ժամանակի առումով քիչ ետ գնամ ու նկարագրեմ, թե ինչպիսին է Հիսուսը։ Ինչպես ասացի, Հիսուսը մեզնից թույլտվություն է այցում։ Եվ եթե դուք չեք որոշում ձեր կյանքը փոխել Աստծո համար, այլ մնալ ձեր թմրացության մեջ, դա նման է այն բանին, որ կապում եք Հիսուսի ձեռքերը։ Դուք չեք կարող ասել, թող նա անի այն, ինչ ուզում է։ Եթե ուզում է ինձ փոխել, ապա ինքն ինձ կփոխի։ Բայց անկեղծ չեք, դուք Աստծուն չեք ընտրել։ Դրանով դուք կապում եք նրա ձեռքերը ու նա այլևս ոչինչ չի կարող անել։ Հայր Աստվածը մեզ խնդրում է, որ մեր եսից հրաժարվենք ամեն օր եւ մեր կամքը յուրաքանչյուր օր վերստին նրան հանձնենք։ Իսկ որտեղից գիտեմ այս բանը։ Որովհետեւ մարդիկ ասում են, այս Վասուլան շատ բախտավոր մեկն է, նա շարունակ պատգամներ է ստանում, երանի նրա տեղը ես լինեի։ Եթե միայն իմանայիք, թե մաքրագործման ինչ վիճակներով ես անցա սկզբում։ Մեկի մասին ես քիչ առաջ ձեզ պատմեցի, բայց մյուսի ավելի վատի մասին չեմ խոսել դեռ։ Աստծո կողմից լքված անապատային վիճակը, երբ ինձ բոլորովին մենակ էին թողել, այն տառապանքները, որով ես անցա, եւ թե որքան էր ինձ հալածում չարը, խափում, երբեմն իմ հրեշտակի կերպարանքը ստանում, իմ հանգուցյալ հոր տեսքով էր երևում, ու այդպես փորձում էր ինձ շարունակ խափել։ Ձևացնելով, թե իմ հայրն է, որ ուղարկված է Աստծո կողմից իր դստերը հայտնելու, իրոք որ խենթանալ կարելի էր։ Ու ասում էր, այդ ձայնին, որ քեզ հետ խոսում է, մի լսիր, դա Աստծուց չէ։ Աստված երբեք չէր խոսել ինձ հետ այդ կերպ, որովհետև գիտեր, որ ես անտեղյակ եմ։ Նա շարունակում էր, զգուշ եղիր, դուստրս, խելքդ կթռցնես, Աստված երբեք չի խոսում։ Դու պարզապես երևակայում ես, թե Աստված խոսում է քեզ հետ։ Այդպես էր ասում իմ կարծեցյալ հայրը։ Սատանան սակայն միշտ սայթաքում էր եւ իր հետքը մի փոքր թողնում։ Նախքան նա կավարտեր այս խրատը, որին ես արդեն սկսել էի հավատալ, թե գուցե իրոք ես սկսում եմ խելքս թռցնել, իհարկե Աստված ինձ հետ չի խոսում, ինչպես կարող էի կարծել, թե Աստված երբևէ կգա ու կխոսի ինձ նման մեկի հետ։ Ու ես արդեն շփոթության մեջ էի, բայց հարցրի, իսկ իմ հրեշտակի մասին ինչ կասես։ Մարդիկ հրեշտակների հետ խոսում են։ Ես մի անգամ լսեցի, որ մարդիկ իրենց հրեշտակների ներկայությունը տեսել են։ Նա վիրավորեց իմ հրեշտակին, ու ես այդտեղ հասկացա։ Ահա թե ինչ այդ չարն է ու փորձում էր ինձ խաբել, մինչև իմ հանգուցյալ հոր տեսքն էր ստացել։
Սկզբի ժամանակներում նա իմ հրեշտակի տեսքով էր գալիս, որ խաբի, իմ հրեշտակը ինձ սովորեցրեց, թե ինչպես նրան զանազանեմ։ Այս տեսակ քննարկները դադարեցրեց, բայց հետո սկսեց այրել մատներս ու բշտիկների պատճառով, ես չէի կարողանում գրիչ բռնել ու գրել։ Հենց որ այդ բշտերը անցնում էին, նա նորից էր սկսում մատներս այրել։ Էլ բան չմնաց, որ նա չանի, ասեմ ձեզ, հեշտ չէր դիմանալը։ Եվ այսպես Աստծուն այո ասելուց հետո, անցնելով մեծ անապատով, որ ես մենակ էի մնացել, հասկացա, որ բոլոր մտերիմները կորցնում են իրենց կարևորությունը Աստծո ներկայության առջև։ Աստված իմ խնդությունն է եւ առանց Աստծո ես կթարամեմ։ Երբ այդ բանը ես հասկացա, ես կանչեցի Աստծուն ու ասացի. Աստված իմ, վերցրու ինձ ու մաքրիր ինձ, ու ինձ գործածիր, ինչպես ինքդ ես կամենում։ Երբ ասացի այս բանը, վարկենապես ամբողջ երկինքը բացվեց ու ինձ հասավ իմ հրեշտակի ձայնը, ու նա իմ հոգին բուժեց անապատի վերքերից։ Եվ այսպես Աստծուն այո ասացի։ Մի շաբաթ անց գալիս է Հայր Աստվածը եւ հարցնում է. որևէ բան ունես ինձ տալու, Վասոլա։ Ես սկսեցի մտածել, դե ես ինչ որ բան պիտի տամ եկեղեցուն ու նախքան կսկսեի մտածելը Հայրն ասաց. ինչ էլ որ տաս, եւ դա լավ է, որ տալիս ես, ինձնից է գալիս։ Ու ես ասացի. ուզում ես ասել, թե ես սեփական ոչինչ չունեմ տալու։ Այո, չունես, սեփական ոչինչ չունես ինձ տալու։ Ոստի ես ասացի. գտա, ես քեզ համար մի սրբապատկեր կնկարեմ ու կնվիրեմ եկեղեցուն։ Տեսնում եք, թե ինչ մտերմիկ զրույց է։ Աստված արարիչը ինձ ասում է, թե ես ոչ մի լավ բան չունեմ, իսկ ես նրան ասում եմ՝ մի րոպե սպասիր, ես ունեմ, բայց դա չարտիտավորություն չէր։ Աստված ուրախ զրուցում էր իր զավակի հետ։ Ես ասացի. ես քեզ համար մի բան կնկարեմ, բայց նա պատասխանեց. նկարելու շնորհը, Վասոլա, նույնպես ինձնից է գալիս։ Նկարելու շնորհ, երգելու շնորհ, դուք այդ երկու աղջիկներդ, երգելը Աստծուց տրված շնորհ է։ Ես շփոթվեցի ու ասացի. դե այդ դեպքում իրոք որ ոչինչ չունեմ։ Ոչ, ունես փոքրիկս, քո կամքը։ Բայց իմ կամքը ես արդեն քեզ եմ հանձնել անցյալ շաբաթ։ Իհարկե, բայց ես ուզում եմ այդ մասին լսել ամեն օր վերստին։ Աստված ուզում է, որ մենք մեր եսից հրաժարվենք եւ մեր կամքը հանձնենք նրան ամեն օր վերստին։ Հաղորդության մասին։ Չգիտեմ, գիտեք հաղորդության մասին։ Հիսուսը հաղորդության կարևորության մասին ինձ ամեն օր մի քիչ հայտնում էր, ու թեև շատ պարզ ձևով էր դա արվում, սակայն շատ կարևոր էր։ Մի օր նա ինձ ասաց. կուզես գրել, Վասոլա, ասացի այո։ Նա ինձ հարցրեց. քաղցած ես, որովհետև քաղցած էի, իսկ նա իհարկե գիտեր այդ, ուստի ասացի իրոք քաղցած եմ, Տեր իմ։ Իսկ նա շատ վեհորեն ասաց. միշտ քաղցիր իմ հացին։ Ասացի Հիսուս, բայց ես այլ հացի մասին էի խոսում։ Հիսուսն ասաց. գիտեմ, սակայն ո՞րն է ավելի կարևոր, իմ հացը, թե քոնը։ Ես ասացի, երկուսն է։ Նա ասաց. քո հացը քեզ հավիտյան չի ապրեցնի, մինչդեռ իմ հացը հավիտենական է։ Մի օր ենթադրենք այս գիշեր, երբեք չգիտենք, նա Հիսուսը գալիս է եւ քեզ ասում. կարող ես ինձ աղոթք ուղղել առանց դադարի, որովհետև ահա հենց այդ եմ ուզում։ Ուզում եմ, որ ինձ աղոթես առանց դադարի։ Երբ ինձ Հիսուսն այս բանն ասաց, ես անկեղծորեն առարկեցի, ասացի.
that I cannot Ես do չեմ this, կարող but քո you ask խնդրանքը me. կատարել, որովհետև ես ընտանիք ունեմ։ Ես պիտի որդուս տնային աշխատանքներին հետևեմ, ես այս բանն ունեմ, այն ունեմ անելու, տանն էլ որոշակի պարտականություններ ունեմ, դա անհնարին է, առանց դադարի չեմ կարող աղոթել, գիշերը պիտի չքնեմ, ինչ է։ 24 ժամ շարունակ ինչպես։ And Jesus Իսկ Հիսուսը դարձյալ բարի ժպիտով ասաց. «Ախ, Վասուլա, դու ինձ չհասկացար»։ to pray Աղոթել առանց դադարի չի նշանակում, որ ես ուզում եմ, որ դու օրվա 24 ժամը ծնկի գաս։ without Անընդհատ աղոթքը այն է, երբ քո սիրտը ամբողջ օրը ինձ է փափագում, քո Աստծուն, you long երբ ամբողջ օրը ծարավի ես ինձ եւ քո սիրտն է խոսում, այլ ոչ թե շորթերդ։ Ահա, սա է անդադար աղոթքը, Աստծուն փափագել ամբողջ օրը։ Այդ նշանակում է, որ քո խոհերը միշտ պիտի վերնայինը մտածես։ Եթե հնարավոր է, մինչդեռ դու երկրի վրա ես, սակայն գիտես, որ պարտականություններ ունես ավարտին հասցնելու, նախքան վեր գնալը, սակայն քո սիրտը կարոտում է նրան, որին սիրում ես, ցանկանում ես նրան, որին սիրում ես, ծարավի ես, որ միասին լինեք։ Իսկ ինչպես դա կլինի, եթե դարձյալ Աստծո հետ մտերիմ չդառնաս, դրան հասնելու համար պիտի Աստծո հետ մտերմանաս։ Իսկ միևնույն ժամանակ գիտես, որ պիտի հետևես ամենամեծ պատվիրանին՝ սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ ուժով։ Դա առաջինն է եւ մեծագույն պատվիրանը։ Դրան էլ պիտի գաս, քանզի մեզնից շատերն են ասում, մենք սիրում ենք Աստծուն, բայց ոչ այդ չափազանց։ Ըստ երբ արդեն իսկ գնում ես խոստովանության, ասում ես, եթե չեմ սպանել, ինչը պիտի խոստովանեմ։ Ահա հենց միայն այդ մտքի համար գնա խոստովանիր, որ չհասար ու չկատարեցիր մեծագույն պատվիրանը։ Եվ երկրորդ մեծ պատվիրանը, դիմացինից սիրում ես, ինչպես Աստված է սիրում նրան, կամ ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Ես չեմ կարող ասել, թե այս բանը ես կատարում եմ 100%-ով, ուստի պիտի գնամ ու խոստովանեմ։ Ես դեռ փորձում եմ, բայց դեռ չեմ հասել։ Մարդիկ կարծում են, թե լուրջ մեղքերի դեպքում պիտի գնանք խոստովանելու։ Սա մեղք է, որը մենք աչքաթող ենք անում։ Մենք չենք հետևում պատվիրաններին այնպես, ինչպես Աստված է ուզում, որ հետևենք։ Իսկ ուղին, որ բոլոր պատվիրաններն է պահում, Աստված ասում է, առաջին երկու մեծագույն պատվիրաններն են։ Դրանք են այն ուղին, որ պահում են մյուս պատվիրանները։ Ձեզ հետ կուզեի խոսել նաև մեկ այլ բանի մասին, այն է մենք մերը։ Պատգամներն ընթերցողները կնկատեն, որ շատ դեպքերում Հիսուսը իր անունը ստորագրում է ձկան նշանով՝ իխտիս, որ հունարենում նշանակում է Հեսուս Քրիստոս Թեոյո Սոքեր, որ նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո որդի եւ փրկիչ։ Երբեմն նա ստորագրում է Իսի, Իսուս։ Միշտ ավարտում ենք մենք մերով։ Մարդիկ հարցնում են, թե դա ինչ է նշանակում մենք մեր։ Հիսուսն ուզում է, որ մենք խորհրդացենք առավել իր ներկայության մասին, իր ներկայության խորհրդի մասին, այն մասին, որ ինքը միշտ մեզ հետ է։ Նա ասաց, եթե ես ֆիզիկապես նյութականանայի, իմ շունչը դու կզգայիր այդիդ, քանզի միշտ քո կողքին եմ կանգնում։ Մենք նրան մեր աչքերով չենք տեսնում, սակայն նա այնտեղ է, դիտում է, լսում է եւ գիտե, որ դու եկար այս հանդիպմանը։ Չկարծես, թե դու ինքդ եկար, կամ էլ ընկերներդ ասացին արի գնանք։ Քեզ այստեղ բերեց Հիսուսը։ Նա էր ուզում, որ այստեղ գաս եւ լսես այս պատգամն ու շնորհներ ստանաս։ Քանզի այն մարդիկ, ովքեր գալիս են լսելու նրա պատգամները, նրանից շնորհներ են ստանում։
Նրա շնորհները եւ ձեր բոլոր կրոնական առարկաները, խաչ կամ եթե ունեք վարդարան կամ մեդալյոն, այսպիսի հավաքներում դրանք միշտ օրհնվում են Հիսուսի կողմից, նաեւ ստանում նրա համբույրը։ Դուք չեք տեսնում, թե նա ինչպես է գալիս համբուրելու, բայց ինքն ասաց, որ համբուրում է, այնպես որ մարդիկ, որոնք այստեղ են բերվել են հոր կողմից, նրա կողմից։ Հիսուսն ասում է. Հիշիր իմ ներկայության մասին, երբեք չմոռանաս ինձ, իսկ երբ ինչ որտեղ ես գնում, ինձ մի թող տանա, ասա Հիսուս, արի գնանք, Հիսուս, արի մեքենան վարենք, մենք պետք է գնանք եւ ինչ որ մեկին հանդիպենք, միշտ մենք, մեր Հիսուսը գոհ է մնում եւ միևնույն ժամանակ դու էլ ավելի ես մոտենում Հիսուսին եւ դա հենց իսկ աղոթք է, շուրջօրյա աղոթք։ Դու բաժնեկցում ես, դու ամեն բան բաժնեկցում ես Հիսուսի հետ։ Ես չգիտեի, որ ամենաչնչին բաներն անգամ կարող են Հիսուսին հետաքրքրել։ Ու մի օր նա ինձ սովորեցրեց, որ քո ունեցած ամենափոքր պարտականություններն անգամ նրա աչքին մեծ են դառնում, եթե այդ անես սիրով եւ նրա համար։ Օրինակ ինչ ասեմ, ասենք փոշի վերցնելը կամ նամակ գրելը։ Եթե անում ես սիրով եւ այն առաջարկում Հիսուսին, միշտ ինչ էլ որ այդպես անես, այդ ամենը նրա աչքին շատ մեծ է դառնում եւ դու էլ ժամանակը տանտեղի չես կորցնում։ Ոչինչ անտեղի չի անցնում, ասում է Հիսուսը։ Նա ինձ սովորեցրեց, թե որքան կարևոր է, որ ինքը մասնակցի մեր կյանքում։ Նա մեզ հետ է, նա լսում է մեր խոսակցությունները, լսում է ամեն բան։ Իմ այս փորձառության առաջին օրերն էին։ Բանգլադեշում ես ընկերներիս հետ գնացել էի մի ակումբ, մի գավաթ ըմպելիքի շուրջ նստած խոսում էինք դեսից դենից, ու մեկ էլ տեսնեմ Հիսուսը նստած է այդտեղ ու նայում է մեզ, հետևում մեր զրույցին։ Մտքումս մտածեցի, ոչ, նման բան չի կարող պատահել, այսպիսի դատարկ զրույցին նա ուշադրություն չի դարձնի։ Ու ես բանի տեղ չդրեցի, երբ տուն դարձա, Հիսուսն ասաց, նա շատ տրտմած էր։ Ինչու ինձ անտեսեցիր։ Դու ինձ տեսար, բայց ինչու ձևացրիր, թե ես այնտեղ չեմ։ Իսկ ես այնտեղ էի։ Ասացի Հիսուս, միթե նման աննշան զրույցներն են քեզ հետաքրքրում։ Նա ասաց. Այո։ Ես քո սուրբ ընկերակիցն եմ։ Ես ամեն բան եմ կիսում քեզ հետ, այնպես որ ինձ չանտեսես։ Ինձ հետ կիսվիր։ Ահա սա մի դաս է մեզ համար, խորհրդածելու նյութ։ Մենք մեր Հիսուսին դա պարզապես հրճվանք է պատճառում։ Հիսուսը շատ բան չի ուզում, գիտեք։ Եթե քեզ համարում ես մեղավոր, անարժան, ժպտա, մի փոքրիկ ժպիտ պարգևիր նրան։ Նա ասում է. երբեմն ժպտա ինձ, մեկ ինձ հիշիր եւ պիտի ցնծա ամբողջ երկինքը։ Ուզում եմ ձեզ հայտնել նրա այս պատգամը, որտեղ ինքն ասում է. եթե միայն իմանայիք, թե որքան եմ պատրաստ ներելու ձեր սերնդի հանցանքները, ինձ ուղված լոկ մի բարի հայացքով, վարկյանի տակ ապրած զղջմամբ, տատանման գետ մեկ հոգոցով, մի չնչին անդրադարձով, իմ սուրբ դեմքին պարգևած մի ժպիտով, ես կներեմ ու կմոռանամ։ Նույնիսկ իմ վերքերին չեմ նայի, իմ մի շնչով ես կջնջեմ ձեր բոլոր անօրենություններն ու մեղքերը։ Եթ մի պահ զղջում ապրեիք, եւ ամբողջ երկինքը պիտի տոնախմբեր ձեր այդ քայլը, քանզի ձեր ժպիտը կամ մի բարի հայացքը իմ կողմից պիտի ընդունվի ինչպես խունգ, իսկ զղջման այդ կարճ վարկյանը իմ կողմից պիտի լսվի իբրև նոր մի երգ։ Ահա թե ինչու է նա ասում. ես վերքերիս իսկ չեմ նայի։ Մենք մեր մեղքերով Հիսուսի մոտ ամեն օր վերքեր ենք առաջացնում։ Այդ մեղքերը ասես փշեր լինեն նրա վրա։ Գանակոցում, մտրակի հարված, ասեղի ծակոց։ Ահա այդպես է նա ընդունում։ Մի օր ես տեսիլքով տեսա, որ Հիսուսն ամբողջովին գանակոծված էր։ Գլխին փշե պսակ էր, ցավից նա շնչասպառ էր լինում, քրտինքի հետ
Այրուն էր դուրս գալիս, հենվել էր պատին, ինձ ասաց, արժանի եմ սրան։ Հիսուս ասացի, ով է այս բանն արել։ Հոգիները, նրանք այսպես են վարվում ինձ հետ։ Հիսուսն ասում է, ավելին էլ ինչ կարող է անել։ Նա իր կյանքն է տվել, նա տվել է ամեն բան, իսկ մենք տակավին չենք գնահատում այդ զոհողությունը ու շարունակում ենք ընթանալ սխալ ուղիով։ Սակայն հիմա է, որ պիտի որոշում կայացնենք Աստծո հարցում, ողորմածության այս օրերին, քանզի այս օրերը շուտով կանցնեն, կգա մաքրագործման շրջանը, իսկ դա լինելու է լռության շրջան, եւ այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի, իսկ հիմա ողորմածության շրջանն է, եւ հիմա է, որ պիտի որոշում կայացնենք, ասում է Հայրը։ Այս բանն ասելիս ես զգացի, թե որքան վշտացած էր նրա սիրտը, վշտահար էր եւ նրա ձայնը։ Նա ասում էր. նայում եմ այսօր երկրի վրա ու երանի թե չնայեի։ Աչքերս տեսնում են այն, ինչ բնավ չէի ուզի տեսնել։ Ականջներս լսում են այնպիսի բաներ, որ մինչև իսկ չէի համարձակվի լսել։ Իմ հայրական սիրտը վշտի մեջ է թաղված։ Ես մարդուն ձև տվեցի, որ իմ պատկերն ունենա, մինչդեռ նրանք իրենց տձևացրին, ու այսօր նրանցից շատերը գազանի նմանությունն են վերցրել։ Սիրտս ցավում է, քանզի ես տեսնում եմ երկրի վախճանը, իսկ այդ տեսածս իմ սրտի ցանկություններին համապատասխան չէ։ Ձեր հայրը իշխում է ամեն բանի վրա, բացի ձեր ազատությունից, իսկ մարդը իր ազատությունը այլասերել է։ Մենք շարունակում ենք մոռանալ ու աղտոտել այս պատկերը, որն Աստված տվել է մեզ։ Մենք ամենաբարձրալի որդիներն ենք, ամենաբարձրալի դուստրերը, երբ Հիսուսն ասաց, իսկ նա ասում էր շատ սրտանց, ես գրի առա նրա թելադրածը։ Որդիներ եւ դուստրեր, դուք ամենաբարձրալի սերունդն եք։ Դուք սերում եք գերագույն իշխանությունից ու վսեմությունից։ Դուք մեզ եք պատկանում, երրորդությանը։ Դուք պատկանում եք երկնքի արքայությանը։ Դուք արքայական ծագում ունեք։ Ուստի, ինչու եք լսում գազանին։ Դուք օժնված եք մեր պատկերով, այլ ոչ թե գազանի։ Դուք բոլորդ էլ նախասահմանված եք քայլելու բարձրյալի սրահներում։ Ուստի թույլ տվեք, որ ձեզ զգեստավորեմ իմ վեհությամբ։ Բացեք ձեր սիրտը, ու ես ձեզ կփրկեմ։ Իմացեք, որ ձեզնից նա, որը կդառնա դեպի ինձ, գեթ մեկ միայն ցանկությամբ ինձ հաճեցնելու, իմ ամբողջ սրտով, այո, իմ ամբողջ սրտով, ես նրան կշնորհեմ իմ բարեհաճությունը։ Ես պիտի հայտնի դարձնեմ Աստվածության իմ պատկերը, որպեսզի նրանք իրենց կյանքի ուղևորության հանգրվանը ավարտեն ինձ մոտ։ Ահա տեսնում եք, որ նրա կանչը մեր օրերի համար է, քանզի այն պետք է մեզ։ Սակայն մեր ժամանակները, մեր օրերում մենք ապրում ենք այն հակառակությունը, որի մասին խոսում էր Սուրբ Պողոսը Բ Թեսաղոնիկեցիս 2-րդ գլխում։ Մեծուրացումը եւ հակառակության ոգին, ահա այն երկու նշանները, որ պիտի լինեն։ Դանիել մարգարեի նշած կործանարար պղծության մասին Հիսուսի ասածն այն է, որ հավերժական զոհը վերացնելու նպատակով մինչև իսկ ներքևից գործող ուժեր կան։ Իսկ դա նշանակում է վերացնել Սուրբ հաղորդությունը եւ պատարագը։ Նրանք գործում են օձերի պես, ներքևից,
And it's եւ already դա happening արդեն իսկ here and կատարվում է there. աշխարհի որոշ տեղերում։ So we have to be Մենք aware պետք է զգոն լինենք, to whatever բայց դա comes այնքան our way, քողարկված կերպով է կատարվելու, որ վատը լավի տեղ կարող է ընդունենք, the bad thing that will come, you will take it for որովհետեւ ապուշ չէ սատանան, is նա not այնքան stupid չար է ու ստոր, այնքան ստորություն ունենգություն ունի, and so որ երբ ցանկանա ինչ-որ բան mad անել, and իսկ նա գործում է որոշ չար ուժերի հետ, he wants to նա դա կանի այնպիսի նուրբ ձևով, որ դուք բնավ գլխի էլ չեք ընկնի, որ դա տեղի է ունենում։ he will do it in such a subtle way Վերացնել հաղորդությունը and realize եւ դրա տեղը դնել ցանկացած ուրիշ բան։ to take away the Eucharist and replace Ոստի it with պետք է whatever զգոն լինեք այդ մեկ ուրիշ վարդապետության վերաբերյալ, որը Հիսուս Քրիստոսի կողմից մեզ տրված հաղորդության տեղը կզբաղեցնի։ that takes the institution of the Զգոն Eucharist եղեք, Jesus Christ has given us. եթե մինչև իսկ դա լավ երևա, Sounds good. Beware. միևնույնն է, Jesus is զգոն calling us եղեք։ Հիսուսը մեզ կոչ է անում, որ մեր աչքերը բացենք ու զգուշ լինենք։ There are messages. Այս բանը բացատրող պատգամներ կան, պարզապես դրանք բավական երկար են, սակայն կարծում եմ, որ դուք կարող եք վերցնել գրքերն ու դրանք ընթերցել։ Հիշեք խնդրում եմ, որ ես այդ գրքերի համար հոնորար չեմ վերցնում։ That our Father in heaven has prepared for all of us. Ես միշտ ասում եմ, կարդացեք սիրո այն նամակը, որ մեր երկնային հայրը պատրաստել է մեզ համար։ Կարդացեք սկզբից, նախ առաջին գիրքը, ապա երկրորդը, երրորդը, եթե ուզում եք փոխել ձեր կյանքը։ Եթե սկսեք 4-րդ գրքից, այն ձեզ հիմնովին չի փոխի։ Աստված Աստվածն է կարգ ու կանոնի, եւ նա գիտի ինչից սկսել եւ ինչպես եւ ինչու սկսել հենց այդպես։ And that is, I want to end up. Սակայն այս ժամանակների վաղճանին լավ բաներ էլ են պատահում, եւ ես կուզեի ավարտել դրանով։ It seems really Միություն։ as if nothing would happen. Թեև դա շատ հեռու է թվում, իրոք որ թվում է, թե նման բան չի կատարվի, եւ սակայն միությունը կգա, որովհետեւ սա է Աստծո կամքը։ Այն կգա մեր ժամանակներում եւ շատ հանկարծակի։ Now people Գիտեմ, որ արդեն իսկ այստեղ որոշ մարդկանց մտքում հարց է ծագում հрьяաների եւ այլոց մասին։ well, Հрья, բուդդայական, հինդուս, մուսուլման, Jews and Buddhists, ինչ պիտի լինի սրանց հետ։ Muslims, how are these about to come? You know, Գիտեք, the Holy Սուրբ Հոգին այնքան զորավոր է, so far այնքան զորավոր է, եւ ես ձեզ կարող եմ ասել, որ այսօր Հիսուսն ու Տիրամայրը երևում են թե բուդդայականներին, թե հինդուսներին, թե հрьяաներին եւ թե մուսուլմաններին։ when I went to India, Երբ այս տարի հունվարին ես գնացի Հնդկաստան, I went to India այցելեցի Գոա։ there were Հանդիպմանը հիմնականում եկել էին քրիստոնյաներ, but there were բայց կային նաեւ հինդուսներ, the Brahmins. եկել էին նաեւ բրահմաներ, նրանց հոգևորականները, եկել էին լսելու։ I didn't know they were there. Չգիտեի, որ նրանք այդտեղ էին։ Հա, նաեւ մուսուլմաններ։ Վերջում երբ ես ավարտեցի, նրանք մոտեցան ինձ եւ այդ հանդիպման կազմակերպիչներին ներկայացան, And they gave մենք շատ զարմացանք։ because they Ինձ նույնիսկ նվեր տվեցին, որովհետեւ իրենց շատ էր դուր եկել իմ ասածները։ Իսկ ես խոսում էի ճիշտ այնպես, ինչպես այժմ ձեզ հետ, նույն ձևով։ were very happy. Նույնպես եւ մուսուլմանները, նրանք էլ էին ուրախ եւ ասացին, որ հրաշալի, գեղեցիկ խոսքեր իրենք լսեցին եւ շատ գոհ էին։ Hundreds Իսրայելում 100 մարդկանցից, որ եկել էին լսելու, 40-ը հрья էին, հрья, այլ ոչ թե քրիստոնյա հрья։ there were Նրանց սրտին դիպել էր Սուրբ Հոգին ու սկսեցին հասկանալ, որ Մեսիան, Փրկիչը must have արդեն եկել գնացել է եւ որ այդ Մեսիան Հիսուս Քրիստոսն է եղել։ Այժմ նրանք Հիսուսին փնտրում են, այնպես որ նրանց բերողը Սուրբ Հոգին է։ half of the Ճապոնիայում were Christians. ներկաների կեսն էր քրիստոնյա, մյուսներն ամբողջովին աթեիստ էին, ոմանք լրիվ չեզոք էին, ոմանք էլ բուդդայական։ And they were Ահա այս տեսակ մարդիկ եկել էին, որ լսեն, եւ գիտեք, everything they շատ ընկալունակ էին, happy. ամեն բան ընդունեցին, նրանք ուրախ էին։ Meeting Իմիջայլոց Ճապոնիայի հանդիպումներից մեկը ինչ-ինչ պատճառով չեհյալ էին արել։ Չեմ մանրամասնի, բայց մի բան կասեմ, գիտեք, թե ինձ ով պաշտպանեց։
բուդդայականները։ Նրանք մոտեցան այն անձի գրասեղանին, որը Չեխիար է դարձրել հանդիպումը, իրենց համրիչները դաստակից կախտված։ Բուդդայական հոգևորականները շատ հեռվից էին եկել էին լսելու, նրանք ասացին. «Որտեղ է այդ կինը? Մենք այս ճամփան կտրել անցել ենք, որ Աստծո խոսքը լսենք, ուր է այդ Վասուլան? Ինչու եք նրան արգելում?» Բուդդայականն էր, որ իմ կողմը կանգնեց։ Ահա, սրանք լավ բաներն են։ Լավ բաներ կատարվում են, թեև չարը, ինչպես ասացի, շատ նողկալի բան է պատրաստում, բայց մենք պետք է տեղյակ լինենք։ Այս վատ բաները շատ կարճ են տևելու, որովհետև Սուրբ Հոգին ամբողջովին պիտի տնօրինի։ Նա վերափոխելու է երկիրը եւ մեզ լիովին նորոգելու, եւ ոչ միայն այդքանը։ Տեսեք այն մարդկանց, ովքեր կազմակերպում են ու այս ամենը կազմակերպելով նրանք բաժնեկից են դառնում, իսկ այդպիսիք սփռված են ողջ աշխարհով։ Արդեն 9 տարի է, ինչ ես առանց դադարի ճանապարհորդում եմ, իհարկե ոչ ամբողջ ամիսը, քանզի ընտանիք ունեմ, թեև ամուսինը շատ համբերատար է, նա բնավ գեթ մեկ անգամ դեմ չի եղել իմ ճամփորդելուն։ Նա գիտի եւ ինձ թույլ է տալիս գնալ, պատգամները տարածել։ Աստված ինձ ասում էր. «Ես քեզ ուղարկելու եմ աշխարհով մեկ, եւ ամեն ազգ պիտի լսի իմ պատգամները»։ Տեսնում եք, ամեն ազգ, առանց խտրականության։ Այսօր այս պատգամները թարգմանված են արդեն 34 լեզուներով, իսկ թե ինչպես, ես չգիտեմ, այդպես ստացվեց։ Դրանք այս պահին թարգմանվում են ողջ աշխարհով մեկ, ամենքը գիտեն այդ մասին։ Այն, ինչ ինձ ասում էր Աստված սկզբում, իրականություն է դարձել, կատարվել են մարգարեություններ։ Երբ նա խոսում էր Ռուսաստանի մասին, այդ երկիրը դեռ խորհրդային էր։ Հիսուսը եկավ հայտնելու իմ քույր Ռուսաստանի մասին եւ ինձ տեսիլք տվեց, նախքան այն Ռուսաստան կդառնար, որից հետո 2 տարի անց կոմունիստները տապալվեցին։ Նա ասաց. «Արի, ուտես Ռուսաստանը, քո քույրը մեռած է»։ Ու նա ինձ հոգով տեսիլք տվեց։ Ես Ռուսաստանը կնոջ տեսքով տեսա, որովհետև նա ասաց. «Քո քույր եւ իմ դուստր Ռուսաստանը»։ Անապատի մեջ մի կին մեռած ընկած էր, ասես մինչև մահը շատ էր չարչարվել, եւ ձեռքին էլ ինչ որ բան ուներ բռնած։ Ես չէի տեսնում, թե դա ինչ է, նման էր պտուղի, որից նա կերել էր։ Աստված ինձ ասաց, Հիսուսն ինձ ասաց. «Սա Ռուսաստանն է, քո քույրը»։ Երբ նա այս բանը ասաց, 2 բան կատարվեց։ Այն պահին, երբ ասում էր նա քո քույրն է, ինձ թվաց, թե Ռուսաստանն իրոք իմ քույրն է, անձամբ իմ քույրը, որ մեռած է։ Երկրորդ բանն այն էր, որ Հիսուսի սիրտը շատ էր ցավում։ Եվ ես սկսեցի հեկեկալ։ Հեկեկում էի սրտանց ու չէի կարողանում հանդարտվել։ Հիսուսն ինձ փորձում էր հանգստացնել։ Նա ասաց. «Մի լացիր, դուստր»։ Ես նրան հարություն եմ տալու, ինչպես Ղազարոսին եմ հարություն տվել։ Ես արդեն շատ մոտ եմ նրա սրտին, սիրտն եմ ջերմացնելու։ Այո, ես կերպարանափոխելու եմ նրան, ինչպես ինքս պայծառակերպվեցի։ Այս մարգարեությունը իրականացավ։ Պայծառակերպության տոնին կոմունիստները ընկան։ Նա ասել էր. «Ես կերպարանափոխելու եմ նրան, ինչպես ինքս պայծառակերպվեցի»։ Այնպես որ կան բաներ, որով Ռուսաստանն առավել շատ է փառաբանելու Աստծուն, քան որևէ մեկ այլ ազգ։ Մենք պետք է սպասենք ու տեսնենք այդ մեծ փառքը, որ Ռուսաստանը պիտի տա Աստծուն։ Ահա մի բարի լուր ևս։ Իսկ երբ ես արդեն ուշքի էի գալիս, խոսեց Տիրամայրը։ Ես ասում էի, որ մարդիկ, ովքեր պատրաստեցին այս ամենը, եւ մենք, որ գնում ենք աշխարհով մեկ, ամեն բան պատրաստում ենք նույն կերպ, Հիսուսի համար տկնում ենք, որ տարածենք այս պատգամները, տարածենք ավետարանը եւ տարածենք Հիսուսի սերը։ Ասվել է, եւ ես ձեզ համար կկարդամ, որ ասվել էր, որ մեր սրտերի ժամանակների ավարտին, որ նշանակում է Տիրամոր սիրտը եւ Հիսուսի սիրտը,
մեր սրտերը առաքյալներ են դուրս բերելու եւ նրանք կոչվելու են վերջին ժամանակների առաքյալներ։ Այս բաներին ուղղություն կտա երկնային թագուհին եւ ես առաջ գնալու յուրաքանչյուր ազգի մեջ առանց վախի հռչակելու Աստծո խոսքը, եթե մինչև իսկ նրանք ողող են արյամբ, թշնամիների չար հարձակումներից չեն կոտրվելու, նրանց լեզուները խոցելու են իմ եկեղեցու թշնամիներին երկսայրի սուրի պես, ի հայտ բերելով նրանց մոլորությունը։ Նրանք երբեք չեն վարանելու, քանզի նրանց ես պիտի տամ քաջության հոգին, ավերման ողբը նրանց չի հասնելու, նրանք գետ մեկ քարիսկ չշրջած չեն թողնելու, հետապնդելու են մեղավորներին, մեծ խոսողներին, մեծամեծներին եւ հպարտներին, կեղծավորներին, իմ եկեղեցու դավաճաններին, նրանց հետապնդելու են մի ձեռքին բռնած իմ խաչը, իսկ մյուս ձեռքին վարդարանը։ Եվ մենք նրանց կողմն ենք բռնելու։ Նրանք վերացնելու են մոլորությունները իշխանություն, հավատարմության եւ ճշմարտության։ Նրանք են լինելու, ահա այն հակաթույնը, որովհետև նրանք կոկոնների նման պիտի բողբոջեն Մարիամի արքայական սրտից։ They would sprout like buds from the royal heart of Mary. And there are many. Սրանք պատգամներ են Տիրամոր սրտի մասին։ Ու թեև Աստվածամոր պատգամներին այսօր ես չեմ անդրադառնա, սակայն կուզեի նշել, որ Մարիամ Աստվածածնի մեր երանելի Տիրամոր մասին խոսելիս զգացվում էր, թե որքան կաթողին է սիրում Հիսուսը Տիրամորը։ Ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր քննադատում են օրհնյալ Տիրամորը։ Դա լավ չէ, որովհետև Հիսուսը սիրում է Տիրամորը։ Այս հանդիպման ավարտին կուզեի մի քանի բան հիշեցնել։ Հիմա կասեք, թե ինչ պիտի ասեմ, ինչպես պիտի սկսես քո կյանքը, ապաշխարելով։ Ապաշխարելը քեզ սիրո պտուղ կբերի։ Ճշմարտապես ապաշխարելն առ Աստված, քանզի Աստված ամեն բան կարող է տեսնել քո մեջ, ինչպես գիտեք, եւ նա գիտի քո սիրտը։ Նա քեզ ներսից դրսից է ճանաչում եւ նա գիտի, թե արդյոք դու անկեղծ ես, թե անկեղծ չես։ Հասկացեք, որ չենք կարող գաղջ լինել։ Նա տենդ է ուզում։ Ոմանք շարունակ ասում են. ես վստահ չեմ, թե արդյոք Աստված ինձ լսում է, որովհետեւ ես շարունակ աղոթում եմ, իսկ պատասխան չկա։ Ոչինչ չեմ զգում։ Այսպիսիք շատ անհամբերն են։ Հիսուսն ասում է. արի, գուցե պիտի քո անձը քննես։ Քննիր ուրեմն։ Գուցե անում ես մի բան, որ ճիշտ չէ։ Կուզեի հենց իր իսկ խոսքերով քեզ դիմել։ Եկ դու, որ դեռ սխալներ ես անում այս անապատում, ասելով. ես փնտրել եմ իմ փրկչին, բայց նրան չեմ գտել։ Ինձ գտիր, սիրելիս, սրտի մաքրությամբ, ինձ սիրելով առանց անձնական շահի։ Սա նշանակում է, որ շատ մարդիկ եկեղեցի են գնում իրենց շահի համար միայն։ Աստված, խնդրում եմ իմ ֆինանսական վիճակի մասին հոգաս, հոգ տար իմ առողջական վիճակի մասին, հոգային իրերի մասին։ Իմ սեփական բաների մասին հոգա։ Սա անձնական շահ է։ Հիսուսն ասում է. եկ, հաճախ եկ դեպի ինձ, կարող ես գնալ եկեղեցի կամ մտնել քո սենյակն ու ինձ ասել, որ ինձ սիրում ես, առանց ասելու ես ուզում եմ, ես ուզում եմ, որովհետև մենք կախված ենք Աստծուց, մինչդեռ նա ասում է. ինձ գտիր, սիրելիս, սրտի մաքրությամբ, ինձ սիրելով առանց սեփական շահի, ինձ գտիր սրբությամբ, ես քեզ եմ ձգտում քո լքյալ վիճակիդ մեջ, ինձ գտիր իմ պատգամները կլանելով, ինձ գտիր չարը փոխարինելով սիրով, ինձ գտիր սրտի պարզությամբ, այլևս մեղք մի գործիր, դադարեցրու չար բաներ անելդ, սովորիր բարին գործել, արդարություն փնտրիր,
օգնիր նեղյալին, թող ծաղկի այս ամայությունն ու անբերիությունը։ Նա նկատի ունի քո մեջ եղած ամայությունը։ Թող որ այս ամայությունն ու անբերիությունը ծաղկեն, թող ձեր գաղջ վիճակը դառնա շիկացած բոց, ձեր վհատությունը փոխարինեք խանդավառությամբ, արեք այս ամենը, որ կարողանաք ասել. Ես փնտրել եմ իմ փրկչին եւ գտել։ Նա իմ կողքին էր այս ամբողջ ընթացքում, բայց իմ խավարի մեջ ես չէի տեսնում նրան։ Հարկ Աստծուն, օրհնյալ լինի մեր Տերը։ Ինչպես կարող էի այդքան կուր լինել։ Միայն դրանից հետո ես քեզ կհիշեցնեմ, որ լավ պահես իմ պատվիրանները, որպեսզի կարողանաս ապրել։ How could I have been so blind? I shall then remind you to keep Իսկ ավարտեմ the treasure, my precious, Հիսուսի խոսքերով so that you միասնության մասին։ Նա ասում է. and I will finish միասնությունը with a few words կգա of Jesus հեզության on the unity, եւ սիրո դեպքում։ unity Եթե ոմանք with ասեն, humility and love. թե բայց մենք միշտ պահել ենք եկեղեցու օրենքը եւ հնազանդվել ենք դրան, Some will say, but we այդքանը have դեռ always բավարար kept չէ։ the law Ինձ of the պետք է, church, and որ հնազանդությունն ու սերը it is եւ not ձեր enough սրտերի to keep զղջումը the law of the դարձի church գալը and լինեն obey. հիմքը I ձեր need humility միության։ and love, and the conversion of your heart Եթե ասեք, թե ճշմարտության մեջ եք, այդ դեպքում բացատրեք ինձ ձեր այդ բաժանումը։ explain them to me. Իմացեք, որ իմ սուրբ սիրտը ձեզնից սպասում է գթասրտություն, մեծահոգություն եւ աղոթք ու հաշտության հոգի, նաեւ սիրել միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Կլսեմ արդյոք ձեզնից ձեր ապաշխարության եւ ինձ հանձնվելու աղաղակը։ Ես այնպիսի Աստված չեմ, որի սիրտը սառն է։ Իմ սիրտը լցվում է գթությամբ եւ ես հուզվել I am գիտեմ։ not a God who cannot be moved. My heart is filled with compassion, and I allow myself to be touched. Thank you. Շնորհակալ եմ ձեր համբերության համար։ Patience. Թեև արդեն 1.5 ժամ է, Today, բայց ես ձեզ այսօր ընդամենը մի կաթիլ տվեցի այն ամենից, ինչի մասին հայտնում են պատգամները։ still a drop of what the message 12 տարի է ինչ թելադրվում են, եւ այդ պատգամների մեջ շատ հարստություն ու ուսուցանող շատ բան կա։ richness in the message and teaching. So Ոստի I would ես say, ձեզ կասեի, as you are քանզի my դուք իմ քույրերն ու եղբայրներն եք Քրիստոսով եւ ես ձեզ սիրում եմ, brother, read the որ love կարդաք երկնային մեր հոր սիրո այս օրհներքը, այն ձեզ համարել է։ Աստված օրհնի, Աստված ամենքիդ օրհնի։